Բարև ձեզ, սկսում ենք թղթային և ամփոփիչ մամլոասլից է Մարադամանի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանի հետ։ Այժմ մարզիչը կհայտնի իր խոսքը, հետո կարող եք նկատել ձեր հարցերը։ Սկզբից խաղի մասին կարևոր է մեր համար այս խաղը, մենք ցանկանում ենք երկրորդ տեղը գրավել, ստացվեց ու լավ խաղով ստացվեց ու լավ հաշվով վստահ խաղով։ Ինչ վերաբերում է ամփոփմանը, ես հիմա կփորձեմ, որտեվ հիմա ավելի ամբողջական է տեսքը, ու ես գիտեմ ձեզ շատ հարցեր է հետաքրքրում, կփորձեմ ամփոփել, կփորձեմ հիմնավորել իմ կարծիքը, որոշ բաներում կարող ես կրկնվեմ, որտեվ առաջ էլ էի խոսացել, բայց այսօր ավելի կփորձեմ հիմնավորեմ իմ խոսքը։ Նախ սկսենք նրանից, թե արդյոք հաջող էր Արարատ Արմենիայի համար մրցաշրջանը, թե չէ, ես համարում եմ հաջողված, որովհետև մենք ես այն անգամ էլ ասացի, մենք 3 տիտղոսի համար էինք պայքարում, սուպեր գավաթը հաղթեցինք, գավաթի ֆինալ ու երկրորդ տեղն են գրավել։ Ես ինքս ռեալիստ եմ, այսինքն այս պարագայում մրցելով Նոայի հետ մեր համար երկրորդ տեղը ինքը լավ արդյունք է, ու արդեն ասեցի սուպեր գավաթը հաղթել ենք, միակ իմ ափսոսանքը դա գավաթի եզրափակիչն է։ Ինչի համար, որովհետև մենք եզրափակիչից հետո էլ ասեցի, մենք ցույց տվեցինք այն խաղը, որով մենք սպասում էինք, որովհետև մինչև դրա բոլոր նախադրյալները կան, թիմը լավ էր խաղում, ու մենք սպասում էինք առնվազն լավ խաղ, ես չեմ ասում, որ մենք լավ խաղ ենք, պարտադիր հաղթելու ենք, խոսքը դրա մասին չէր, բայց իմ ափսոսանքն էր, որ մենք ցույց տվեցինք այն, ինչ սովոր էինք տեսնել։ Միակ իմ համար ափսոսանքը դա է, մնացած պարագայում ինձ թվում է էլի ասեմ հաջողված էր մեր համար։ Դա ինչ վերաբերում է կոնկրետ արդյունքներին տեսանելի, բայց իմ համար մյուս կարևոր փաստը, որ իմ համար շատ կարևոր է տեսնել թիմի մոտ պրոգրես եւ առանձին ֆուտբոլիստների մոտ պրոգրես։ Այսինքն առանձին ֆուտբոլիստների մոտ պրոգրես ես տեսել եմ, պատահական չի, նույն եթե խոսում ենք հայ ֆուտբոլիստների մասին, այսօր մեր թիմի 6 հոգի հավաքական են հրավիրվել, դա մեր համար շատ կարևոր է, ուրախալի է։ Թիմի մոտ պրոգրես իհարկե կա, եթե համատենք առաջի եւ երկրորդ բաները, մասերը, առաջի շրջանում այդքան լավ չէինք, բայց նեղ խնդրեմը մեր ժամանակն է, ժամանակի խնդիր էր, երկրորդ մասը ավելի լավ ստացվեց, այսինքն եւ թիմի եւ առանձին խաղացողների մոտ ես մեծ պրոգրես եմ տեսել։ Այս ամեն ինչը հաշվի առնելով, ու մի շատ կարևոր բան, երբ որ մենք խոսում ենք արդյունքից, մենք պետք է հասկանանք մենք ինչ որտեղ թերացել ենք, թե մրցակիցներ ուժեղ։ Ես գտնում եմ, որ մենք մանավանդ երկրորդ մասում այդքան մենք չենք թերացել, մենք ցույց ենք տվել լավ խաղ ու կայունություն ենք ցույց տվել ու շատ մարդկանց կարծիքով մեր թիմը շատ գրավիչ ֆուտբոլ էր խաղում, ուներ հստակ ձեռագիր, հստակ փիլիսոփայություն, հենց որ այս ամեն ինչը հաշվի առնելով դրա համար ես հիմա ավելի ամբողջական կարող եմ ասել, որ մրցաշրջանը մեր համար համարում եմ հաջողված։ Շնորհակալություն։ Պարոն Մինասյան, խաղաշրջանի վերջի խաղը ստացվեց խոշոր հաշվով հաղթանակով, լավ նոտայով, բայց ուղղեմ բոլորին հուզող հարցը, շարունակելու եք ձեր աշխատանքը ակումբում, թե ոչ։ Հիմա գանք այդ հարցին, ես մի քանի տուր առաջ, եթե հիշում եք, ասեցի, որ դեռ ակումբի հետ չեմ զրուցել, բայց ես ինքս էլ չեմ որոշել ինչ է, ես հիմա այսօր հստակ կարող եմ ասել, որ ակումբը իր հայտարարությունը անպայման կանի, պաշտոնապես, դա իր մասով է, բայց իմ մասով ես կարող եմ ասել, ես որպես մարզիչ չեմ շարունակելու, սա իմ որոշումն է։ Սա ոչ մեկի հետ կապ չունի ակումբի կամ ինչ-որ մեկի կամ ինչ-որ ֆուտբոլիստների, չէ, սա իմ որոշումն է։ Ես որպես մարզիչ չեմ շարունակելու։ Եթե ուրիշ ինչ-որ բաներ կլինի ակումբի կողմից, կարող եմ քննարկել, դեռ չեմ զրուցել իրանց հետ, բայց որպես մարզիչ չեմ։ Ինչի համար, սրա պատճառը որն է, որտեղ ես գտնում եմ բացի ամեն ինչից, չգիտեմ, որ մարզիչը պետք է ունենա, երկու կարևոր նախապայման կա, դա մոտիվացիան է եւ էմոցիաները։ Ես այս պահին դրանք չունեմ ու հիմնականում դա խոսքը վերաբերում է ներքին առաջությունը, Հայաստանի առաջությունը։ Ես չգիտեմ դա ինչքան կտևի, կարող 6 ամիս տևի, կարող 6 ամիս, կարող 1 տարի լինի, կարող է դրսում աշխատանք լինի, միանգամից ընդունում այդ հրավերը։ Իմ կարծիքը ավելի շատ վերաբերում է ներքին առաջնությանը, բայց ու դա ինչի հետ է կապված, ես մի առիթով ասել եմ, եթե չեմ սխալվում, անցած տարի, որ
ընդհանուր ֆոնը մեր երկրի հետ է սա կապված, ֆուտբոլի հետ ունի կապ, բայց այդքան էլ չունի, ինչքան որ երկրի մեր այս ինչ որ կատարվում է մեր երկրի հետ, ես չեմ կարող դրան անմասն մնալ, որովհետև այստեղ հոգեբանական պահ կա, դու ինչքան էլ փորձում ես քո գործի վրա կենտրոնանաս, բայց դու չես կարող դրանից անմասն մնալ, դու քո երկրի մեջ ես ապրում, անհանգստանում ես, սիրում ես քո երկիրը, բայց այն ինչ որ տեսնում ես ու դա ինձ թույլ չի տալիս, որ ես ավելի կենտրոնացած լինեմ իմ գործի վրա, սա է հիմնական պատճառը։ Պարոն Մինասյան, իհարկե հաջորդ մրցաշրջանում ձեր բացակայությունը կխամրեցնի Հայաստանի առաջնությունը զոդրամը, ես կուզենայի ձեր կարծիք լսել Ժիրայրի մասին, Շահոյան, ասացիք, որ ֆուտբոլիստների մոտ, առանձին ֆուտբոլիստների մոտ պրոգրես տեսել եք, ինչպիսի պրոգրես եք տեսել Ժիրայրի մոտ։ Ժիրայրի մասին ինչքան ենք խոսացել, չէ, Արտաշ ջան։ Իհարկե, չէ, խոսամ, կամփոփեմ, տեսեք, Սենց եթե խոսենք հայ ֆուտբոլիստների մասին, ես անցած անգամ էլ ասացի, որ մեր մոտ 5-6 միշտ հայ են խաղացել։ Եթե նայեք, երկրորդ մասում եմ խոսում, երկրորդ մասի մասին, բայց դա ոչ թե մեր համար ինքնանպատակ էր, դա իրանց խաղով, իրանց պրոգրեսով դա իրանք վաստակել էին։ Այդ շատ կարևոր փաստ է, այսինքն մենք չենք նայում անձնագրին, ուղղակի դա վաստակել էին, որտեվ Արարատ Արմենիայի նման ամբիցիոզ թիմը ինքը իրան չի կարող թույլ տալ ինչ որ անձնագրի բանով ֆուտբոլիստներ խաղացնի, որտեվ գիտեք, այստեղ միշտ մեծ բաներ կա, ճնշում կա, առաջադրանքներ կան, իրանք որ խաղում էին, դա լրիվ իրանց վաստակներ, որ իրանք խաղում են, դա վաստակել են, մեր համար շատ կարևոր է դա։ Եթե վերցնենք Ժիրայրի մասին խոսենք, տեսեք, իմ համար հստակ մի բան կա, որ Ժիրայրը ներքին առաջնության, ես դրսի հայերի մասին չեմ խոսում, ներքին առաջնության իմ համար ինքը ամենաուժեղ հայ ֆուտբոլիստն է։ Եթե վերցնենք կոնկրետ հայի, իր պոտենցիալով եմ ես ասում, այն որակները, որ ինքը ունի, ես չեմ տեսնում մեկը, որ իրան նույնիսկ հավասար է, ինքը համար առաջինն է։ Այդ շատ մեծ առավելություն է այդ իր համար, այսինքն բնությունից ունի գենետիկա, ինքը տակտիկապես շատ գրագետ է, որտեղ երբեմն ես լսում եմ, բայց ինքը շատ գրագետ է, ինքը հասկանում է, որ էպիզոդում ոնց խաղա, դա շատ կարևոր բան է։ Ու ես միշտ ասում եմ, որ իրան մի բան է պակասում, դա մենտալիտետի հետ է կապված, հոգեբանության հետ է կապված։ Իսկ մենք գիտենք, որ ինչքան մակարդակը բարձր ֆուտբոլի, առաջի պլան է գալիս հոգեբանությունը այնտեղ։ Ու սենց որ բացատրեմ ինչի նկատի ունեմ, տեսեք, կա դժվարություններ հաղթահարելու կամք։ Այս որակը, եթե ինքը կարողանա բարձրացնել լավ մակարդակի վրա, ես մի քանի օր առաջ եմ ասել, եթե ինքը խաղա 5 տոպ առաջնություն ունենք, չէ, Եվրոպայում տենց ենք վերցնում, եթե ինքը ինչ-որ մի տեղ վաղ խաղա, դա իմ համար հաստատ զարմանալի չի լինելու։ Իրոք ինքը շատ ուժեղ ֆուտբոլիստ է, շատ, ինքը ոչ մի պակաս բան չունի, եթե խոսում ենք զուտ ֆուտբոլային, գենետիկան շատ լավն է, իր ամեն ինչը, բայց այս տեղեր կա ինքը այդ դժվարությունները, ինքը որտեվ գիտեք ոնց կյանքում էլ ֆուտբոլում էլ բաներ կան, որ ամեն ինչի որ մեր դուրը գալիս է, բայց դա չի նշանակում մենք պետքա թևաթափ լինենք ինչ-որ բան, պայքար է, ինչքան դու բարձրացար, այնտեղ պայքարը ավելի ուժեղ է լինելու, այսինքն գնաց մի հատ առաջնություն խաղալու, այնտեղ կոնկուրենցիան ավելի բարձր է, մի տեղի վրա 3 ֆուտբոլիստ են, այս ամեն ինչ, ինքը պետքա կարողանա սա հաղթահարել։ Նայեք, ինքը եթե չեմ սխալվում, 2 անգամ չէ գնաց հետ եկավ Բուլղարիա, մեկ էլ Հունգարիա, եթե չեմ սխալվում։ Միանշանակ իմ համար այդ 2 ակումբներն էլ որ ինքը գնացել էր, իրանց կարգով Արարատ Արմենիային զիջում էին, այս իմ կարծիքն է, չգիտեմ։ Կարող է առաջնությունները լավն է, բայց զիջում էին։ Բայց ինքը դե խաղաժամանակ չէր ստանում, բայց այդտեղ ստանում է ինքը։ Այստեղ ստանում է, կարող է դե բնական է, այստեղ մեր գործոնները կամ մարշչական, բայց ամեն դեպքում մենք իրան այդ շանսը տալիս ենք։ Բայց ինքը պետքա պատրաստ լինի, որ ինչքան բարձր այնտեղ պետքա ինքը հաղթահարի այդ ամեն ինչը։ Իրան ոչ մեկ այնտեղ ավանսով ոչ մի բան չի տալու։ Կարող է կամ մեկ անգամ տան, հետո նայեն ինքը այդ շանսը ոնց է օգտագործում։ Չգիտեմ ինչքանով ձեր հարցին պատասխանեցի, եթե ինքը կարողանա սա անի, միանշանակ ինքը, չգիտեմ, իր որակները շատ բարձր է։ Ես շատ քիչ տենց ֆուտբոլիստ եմ տեսել, տեսեք ինչքան ժամանակ է այս մարշչական բանում եմ զբաղվում, տենց շատ քիչ ֆուտբոլիստ եմ տեսել, նորից եմ կրկնում, ինքը ամենաուժեղ Հայաստանի առաջին ամենաուժեղ հայ ֆուտբոլիստն է իր պոտենցիալով։